Ողջույն։ Այս ԿՊԱ-ական իշխանության տված ու չկատարած խոստումներին շատ եմ անդրադարձել ու էլի կանդրադառնամ։ Տարածքային կառավարման նախարարի օգնությամբ հիշեցի սրանց մեգախոստումների և ուրեմն մեգաստերի մասին, որովհետև եթե Փաշինյանի խոստում, ուրեմն անպայման սուտ։ Անդրադառնամ այսօր դրանցից 5-ին։ 3 փետրվարի 3-ին մամուլի ասուլիս է տալիս Դավիթ Խուդատյանը և անդրադառնում ատոմակայանին, ասում է. նոր ատոմակայանի համար կոնկրետ մոդելի վերջնական որոշումը կկայացվի 2026 կամ 2027 թվականներին, դե ասում է շտապելու կարիք չկա, մոդուլային են ուզում սարքել, ուսումնասիրում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները։ Նոր ատոմակայանի կառուցման մասին լսել եմ դեռևս 18 տարի առաջ, 2008 թվականին Սերժ Սարգսյանից։ Նիկոլը վերաթարմացրեց ու մշտապես խոսում է դրանից։ 18 տարին բավարար չէ ատոմակայան կառուցելու համար։ Մասնագետներն ասում են միջինը 10 տարին էլ է բավարար։ Նախապատրաստման, տեղի ընտրության, ֆինանսի, համաձայնությունների համար 2 տարի, նախագծում թույլտվությունների համար ևս 2 տարի, շինարարության համար ռեակտոր, շենքեր, համակարգեր 5 տարի, փորձարկում և գործարկում 1 տարի, փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու համար բավարար է 5-ից 7 տարին, բայց 18 տարի ինչ եք դուք քննարկում։ Օգոստոսին Վաշինգտոնում Փաշինյանն ասում է. շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով, ԱՄՆ-ն էլ պատրաստակամ է այդ տեխնոլոգիաները կիսել մեզ հետ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ախր չունի նման ատոմակայանի հաջողված փորձ, ընդհանրապես փորձ չունի։ Աշխարհում կա 3 մոդուլային ատոմակայան, 2-ը Ռուսաստանում, 1-ը Չինաստանում, այլ երկրում չկա։ Այսինքն սրանք ասում են, մենք ուզում ենք կիսել մի երկրի փորձ, որը փորձ չունի։ Ռուսաստանը, որը ունի հաջողված փորձ, չեն դիտարկում, թե ինչու ինձնից լավ գիտեք։ Դիտարկենք սակայն հնարավոր սցենարները։ Նիկոլը օրերս հայտարարեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգոհամակարգերի միավորման նպատակի մասին։ Դե ասում են, մենք նրանց կվաճառենք, նրանք մեզ կվաճառեն, կփոխլրացնենք։ Օրերս երկրորդ նախագահը մամուլի ասուլիսում ասում է, որ պետք է այդ միավորումը նպատակ ունենա։ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ունեն էներգիայի ավելցուկ, այսինքն, եթե նպատակը ատոմակայանը փակելն է, ինչպես որ պահանջում են Թուրքիան ու Ադրբեջանը, այդպես ասեք։ Նորը չեք սարքում, հնի ժամկետը մինչև 36 թվականն է, այսինքն ընդամենը 10 տարի է մնացել, փակում եք ու վերջ, կատարված է համարում Թուրքիայի ևս մեկ պահանջ։ Թուրքիան անկախությունից ի վեր պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը։ Այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերը միանան, ատոմակայանն էլ փակվի, ունենում ենք ադրբեջանական էներգիայից խիստ կախվածություն իր բոլոր վտանգավոր սպառնալի հետևանքներով, իսկ սա միանգամայն հնարավոր սցենար է։ Մյուս մեգասուտը մետրոն է։ Հենց ասում ես աջափնյակի մետրո, մարդկանց մոտ ծիծաղ է առաջանում, սրանք կարողացան այդքան արժեզրկել այդ կարևոր գաղափարը, դարձել է ձախողման չափանիշ։ 2018 թվականից հայտարարել են մետրոյի նոր կայարան կառուցելու մասին։ Քանի տարի է պետք կայարան կառուցելու համար։ Առավելագույնը 7 տարի։ Մոսկվայում և Պեկինում օրինակ 3-ից 5 տարում են կառուցում։ 2018-ին խոստացել են, 2026 թվականն է, 7.5 տարի անցել է, պատրաստ է միայն նախագիծը։ Ասում է մետրոյի փողը տվել ենք, տրոլեյբուս ենք առել, ապրեք։ Մյուս մեգախոստումը ջրամբարներն են։ Սրանք խոստանում են կառուցել 15 ջրամբար, 7.5 տարի իշխանության են, քանի ջրամբար են կառուցել։ Որքան ժամանակ է պետք Հայաստանի նման փոքր երկրի համար անհրաժեշտ ջրամբարներ կառուցելու համար։ Առավելագույնը 3 տարի։ 7.5 տարի իշխանության են։ Վերջերս դեկտեմբերին Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվեցին։ 2026 թվականին այս տարվա մայիսին պետք է կառուցվեր ավարտվեր։ Արդեն 27 միլիոն եվրո ծախսել են, ջրամբարը չկա։ 4-րդ մեգանախագիծը։ 2020 թվականին խոստացան Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ,
Դա ասում էին պետք է խորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում։ Քանի ծառ է տնկվել այդ ծրագրի շրջանակներում։ 0. Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց շրջակա միջավայրի նախարարն ասում է 10 միլիոնը չտնկեցինք, բայց 2024 թվականին 3 միլիոն ծառ կտնկենք։ Այդ խոստումը եւս տապալվեց։ Ընդ որում նախարարը բողոքեց նաև տնկվող ծառերի կպչողականությունից, այսինքն տնկածների մի մասն էլ չորանում է։ Մինչև 2030 թվականը 50,000 հեկտար անտառ տնկելու պարտավորություն ստանձնած Հայաստանը խոստումը կատարել է 2%-ից մի քիչ պակաս։ Այս խոստումները տված չկատարած իշխանությունը հիմա էլ նոր մեգանախագիծ, այսինքն մեգասուտ է ներկայացրել՝ Դիլիջանի նոր թունել։ Նախորդ տարվա ամռանը տարածքային կառավարման նախարարն ասաց Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կկառուցենք։ Կարող ենք կուշտ ծիծաղել եւ անցնել առաջ։ Դիլիջանի գործող թունելի մասին ասեմ, որ Սևան-Դիլիջան 2257 մետր երկարություն ունեցող ավտոմոբիլային թունելը անգամ խորհրդային տարիներին չհաջողվեց ավարտին հասցնել։ Շինարարությունը սկսել էր 1970-ական թվականներին, հենց 70-ին, բայց 92 թվականին դադարեցվել էր ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այն կառուցվեց, ավարտվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք իր անմիջական հսկողությամբ։ Կարճ ասած, չզարմանաք, եթե ՔՊ-ից լսեք Մարսում մետրո կառուցելու, օվկիանոսը Հայաստանին մոտեցնելու նպատակների մասին։ Անգամ չզարմանաք, եթե պարզվի վարկ են վերցրել այդ նպատակների համար։ Ընդամենը մեկ փողոց նորմալ չեն կարողանում ասֆալտել։ Ձյունը քանդել է սրանց նախորդ տարի փռած ասֆալտը։ Անմխիթար վիճակի ամենուր։ Միլիարդավոր դոլարների պարտք են վերցրել, ասֆալտ են արել, բայց դե քանդվում է այդ անտերը։ Մոտենում են ընտրություններ, ուրեմն սպասեք նոր մեգախոստումների։ Եթե այս իշխանությունը Աստված մի արասցե մնա, վստահեցնում եմ ձեզ, որ 2066 թվականին էլ նրանք կխոսեն 15 ջրամբարի, ատոմակայանի, Աջափնյակի մետրոյի, 10 միլիոն ծառի, Դիլիջանի թունելի կառուցման նպատակների մասին։